Պարոն Աբրամյան, ինչպես գիտեք, Թուրքիայի խորհրդարանը իր օրակարգից հանել է հայ-թուրքական արձանագրությունները եւ չեք գտնում արդյոք նպատակահարմար, որ դուք կամ մենք միասին դիմենք նախագահին, որպեսզի նա կասեցրել է եւ մեծ օրակարգում է գտնվում, առնվազն դադարեցման ընթացակարգը իրականացնելով հետ կանչի այս արձանագրությունները ազգային ժողովի օրակարգից, որ գոնե պարիտետը պահպանենք, որտեղ դրա անհրաժեշտությունն այսօր կա։ Պարոն Ռուստամյան, նախ այդ դիազորությունը գտնվում է հանրապետության նախագահի տիրույթում եւ Թուրքիայի օրակարգից, որ հանվել է, դա չի հանվել, ուղղակի իրենց կանոնակարգ օրենքով, որ նոր պարլամենտ է ձևավորում, այն բոլոր հարցերը, որ եղել են նախորդ պարլամենտի նստաշրջանում կամ քարոզիայում դուրս են մնում։ Իմ կարծիքով հանրապետության նախագահի ուշադրությամբ հետևում է Թուրքիայում ընթացող քաղաքական գործընթացներին եւ մեզ առաջարկելու կամ նախագահին հուշելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում եւ համոզված եմ, որ այդ ընթացքում, եթե Թուրքիայի կառավարությունը նորից չառաջարկի օրակարգում ընդգրկելու այդ հարցը, այն ժամանակ համոզված եմ, որ հանրապետության նախագահը շատ ճշգրիտ եւ ժամանակի որոշում կկայացնի։ Արձագանքման համար Արմեն Ռուստամյան։ Պարոն Աբրամյան, նախ Թուրքիայի խորհրդարանի կանոնակարգով դա նշանակում է, որ այդ արձանագրություններն իրենց ուժը կորցրած են եւ նորից պետք է նախաձեռնվի նոր ընթացակարգով օրակարգ մտնելու գործընթաց։ Կամ դա պետք է կատարի որևէ պատգամավոր կամ կառավարությունը։ Հիմա այդ գործընթացը իրենք իհարկե կարող են օգտագործել եւս մեկ անգամ իրենց համար անհրաժեշտ քարոզչություն իրականացնելու համար։ Եվ որպեսզի մենք առնվազն պարիտետը պահպանենք, ես առաջարկում էի, որ նախագահը կասեցրել է, բայց ունի նաև հնարավորություն դադարեցնելու։ Մենք քննարկենք իրար հետ եւ եթե հնարավորություն կա այդպիսի առաջարկով դիմենք, ես չեմ կասկածում, որ նախագահը հետևում է գործընթացին, բայց կողքից խորհուրդ տալը չի խանգարի։ Ես նույնը ասես ինչ որ դուք եք ասում, պարոն Ռուստամյան, եթե իրենց կառավարությունը նոր առաջարկություն չանի ընդգրկելու հանձնաժողովի նիստում կամ օրակարգում Թուրքիայի մեծ ժողովի, իմ կարծիքով այն ժամանակ նախագահի քայլեր կձեռնարկի, իսկ ինչ վերաբերում է քննարկելու, ես միշտ պատրաստ եմ յուրաքանչյուր հարցի շուրջ քննարկենք, որոշում կհասնենք, եթե բոլոր կոալիցիոն գործընկերները, բոլոր ֆրակցիաները, պատգամավորները, որ կորոշեն, որ անհրաժեշտություն կա դիմելու հանրապետության նախագահին, ես պատրաստ եմ իմ գործընկերների ցանկությունն իրականացնել։